Ողջույն։ Նախ մինչ հիմնական թեմային անդրադարձը կարճ երեկվա միջադեպի մասին։ Լուր տարածվեց, որ Սյունիքից վերադարձող Փաշինյանի շարասյունը հերթական վթարի մասնակից է դարձել։ Կան վիրավորներ։ Նիկոլի խոսնակը, Նիկոլի ոստիկանությունը շտապեցին հերքել ու մոնտաժած տեսանյութ տարածեցին։ Դուք բոլորդ Երևանում թե մարզերում տեսել եք, չէ՞, ինչպես է կազմակերպում երթևեկությունը Նիկոլի անցնցում տեղաշարժի համար։ Եթե նա պետքա գնա որևէ գյուղ, գյուղացիների թվից կրկնակի ոստիկան են տանում։ Հանրապետության տարբեր մայրուղիներում նրա անցնելիս հազիվես վթարից փրկվում, եթե համընկնում եք հո գնալու հետ։ Ինքս մի քանի անգամ հանդիպել եմ, ամենագնացները ուղակի քեզ վրա են քշում, որ ճանապարհից դուրս գաս, ու մի քանի ավտոմեքենա այդպես ճանապարհից դուրս են գնացել ընկել փոսը։ Այո, վստահ եմ, որ այդ վթարի հետ, որտեղ կան վիրավորներ, ուղիղ կապ ունի Նիկոլի շարասյունը։ Այսօրվա թեմաս դարձյալ Նիկոլ Փաշինյանի թշնամանքի նոր օջախն է եկեղեցին։ Մինչև 2018 թվականը թշնամու կերպարներ էր ստեղծում, լինելով խմբագիր, падգամավոր, սակայն շատ մեծ արձագանք չէր ստանում ու հազիվ էր հաղթահարում խորհրդարան մտնելու շեմը։ Բայց վարչապետի պաշտոնում ոչ թե լծվեց թշնամանքի հաղթահարմանը, այլ էլ ավելի խորացմանը։ Այդ մարդուն միշտ պետք է եղել թշնամու կերպար ու որքան շատ այնքան լավ։ Մեր երկրում չկա ոլորտ, որի նկատմամբ որոշակի դժգոհություն չլինի, բայց Նիկոլ այդ որոշակի դժգոհությունը սարքում է թշնամանք։ Օրինակ, մեր բանակը որքան էլ ուժեղ էր, այնուամենայնիվ լսելի էին դժգոհություններ, այդ դժգոհությունները վերցրեց ու թշնամանք հրահրեց գեներալների նկատմամբ, նա ոչ թե վերացրեց դժգոհությունը, այլ պայքարեց բանակի դեմ ու քանդեց։ 2020 թվականին, երբ կորոնավիրուսի համաճարակը եղավ, Հայաստան մտավ, 10,000-ից ավելի մարդ մեր երկրում մահացավ։ Ինչ արեցին սրանք։ Ի սկզբանե անլուրջ վերաբերվեցին, հիշում եք, պինցետն ու տնական օղին կամ դոկտոր Մահի ձեռք առնելը։ Ու տարածվեց, խորացավ, մարդիկ մահացան, վատ կառավարում եղավ, բայց Նիկոլը կորոնավիրուսի տարածման թշնամի համարեց այն խեղճ էջմիածնեցի կնոջը, որ դրսում հարսանիք էր մասնակցել։ Ով ասաց, որ դատարանների նկատմամբ կար գոհունակություն։ Այո, միշտ էլ դժգոհություն եղել է առանձին դատավորներից։ Այնինչ թշնամի սարքեց դատավորներին պատերի տակ վնգստացող եւ այլ բնորոշումներով, եւ դա համարելով իրեն կանաչ լույս, դատական համակարգից հեռացրեց բարձր վարկանիշ ունեցող մի շարք դատավորների։ Նիկոլը թշնամու կերպար էր փորձում ստանալ լրատվամիջոցներից, հիշում եք, 99%-ին համարում էր ծախվածներ փողով նյութ գրողներ։ Այն դեպքում, երբ ինքը հանրահռչակ է այդ տեսանկյունից։ Բավական երկար ժամանակ կարողացավ թշնամու կերպար ստեղծել նախկին իշխանություններից։ Արցախի շրջափակման ընթացքում, երբ իրենց հանցավոր գործունեության պատճառով ունեինք քաղցած շրջափակված հայրենակիցներ, հենց նրանց նկատմամբ էր թշնամություն հրահրում, օրինակ թե կնիկս Բադրի ջան է աճեցնում, դուք էլ աճեցրեք։ Ինչ որ փուլում Նիկոլենց թշնամին տաքսիստներն էին, հետո օփելի վարորդներն էին։ Այո, նպաստի համակարգում խնդիրներ կային ու հիմա կան։ Երբեմն մարդիկ են ստանում սոցիալաջակցություն, որ չի հասնում իրենց օրենքով, սակայն Նիկոլ Փաշինյանը բոլոր նպաստառուներից կերտեց թշնամու եւ ձրիակերի կերպար, թե яշիկ են քշում, բայց հարկատուների փողերից նպաստ են ստանում։ Ուսուցիչներին թշնամի հանեց, որոնք իր խոսքերով անգրագետ սերունդ են կրթում, դա երևի սեփական փորձից էր ասում։ Միշտ էլ տարածված է եղել միտքը, այդ թվում հիմա որ վարորդական վկայականներ են կարողանում գնել փողով։ Կերտեց թշնամու կերպար վարորդներից, թե սաղ համատարած գնել են պրավաները։ Հիմա հերթի եկեղեցուն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շտապ պետք է նոր թշնամու կերպար, մյուսները սպառել են այդ կերպարը, ու այսօր եկեղեցին է դա։ Եկեղեցու թեման հենց ավարտվի, հաջորդը երևի ընտանիքն է։ Ֆուտբոլի հավաքականներ կարող է լինել թշնամու թեկնածու։ Երևի կասի այնքան վատ են խաղում, որ Արցախը հանձնվեց ու աղքատությունը խորանում է։ Իրականում անհնար է բոլոր թվարկել այսօր, որ կապ ունի հանրության հետ, բոլորին խորհրդացրել է սարքել թշնամի։ Մի ոլորտը մեկին ու բոլորը բոլորին թշնամի են։ Գյուղացուն թշնամացրել է քաղաքացու հետ, օփել քշողին դասակարգային թշնամի է սարքել էլեկտրական ավտոքշողների հետ, տարեցին դասակարգային թշնամի է սարքել հարկատուի հետ, որովհետև թոշակը նրանց հարկերից է ձևավորվում, բանվորին պաշտոնյայի հետ, բոլորը բոլորի հետ։ Ոնց կարող է
պետության մեջ գլխավոր թեմա դառնալ հոգևորականի ձախ գնալը։ Երբեք տեսել որևէ իշխանություն այսպիսի քննարկում անի պետական մակարդակով, հոգևորականության մեջ ինչ կա, ինչ չկա, ինչ բարքեր են, որովհետև հասկանում են, այն կարևոր ինստիտուտ է պետականության պահպանման համար, եւ ցանկացած բան, որ կասկածի տակ է դրվում պետական մակարդակով, ուղիղ ինստիտուտին է խփում, ոչ թե անձերին։ Ժամանակին նույն բանը կատարվեց, երբ գեներալների, նախկին նախագահների դատում էր։ Ասում էինք ինստիտուտներ են, չի կարելի կասկածի տակ դնել, քանի դուք որևէ բանում վստահ չեք ու փաստեր չունի իրավական համակարգը։ Անցան տարիներ, ապացուցվեց, որ ոչ մի իրավական բան էլ տակը չկար, քաղաքական հետապնդումներ էին, իշխանությունը պահելու եւ իրենց սև գործը անելու համար։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խուժան, մաֆիոս թալանչի տիպ է, ըստ ադրբեջանական սոցցանցերի։ Դուք տեսել եք այդ երկրի նախագահը քննարկի այդ հարցը։ Դրա համար էլ իրեն խախտում են Նիկոլին։ Չի բացառվում, որ եղել են հոգևորականներ, որոնք երիտասարդ տարիքում նեղանչել են, բայց ո՞րն է ավելի վտանգավոր, այն, որ մեր երկրում կա կուսակրոնությունը խախտած հոգևորական, թե որ մեր երկրում կա թուրքի գործակալի կասկած ունեցող իշխանություն։ Պատկերացրեք վտանգների մասշտաբները։ Ոչ մեկ ավելի վտանգավոր չէ, քան այն, որ ժողովրդի հիմնավոր կասկածներով ունենք թուրքի դրածո, թուրքի գործակալ, թրքամետ կամ հնարավոր է հենց թուրք իշխանություն։ Հունիսի 6-ին Ադրբեջանում Կուրբան բայրամ էր։ Փաշինյանը շնորհավորում է։ Երկու օր անց, հունիսի 8-ին, եկեղեցին տոնում էր Հոգեգալստյան տոնը, Նիկոլը քննադատում է կաթողիկոսին։ Նրանց շնորհավորում է, մեզ քլնգում։ Ուշադրություն դարձրեք ժողովուրդ։ Թշնամու կերպարը ստեղծվում է երկրի ներսում, դուրսը, որտեղ իրական թշնամին է, որ զինվոր է սպանել, գերի է տարել, Նիկոլի համար թշնամի չէ։ Փաշինյանի թշնամին Ալաշուքյուր Փաշազադեն չէ, որ ասում է Արևմտյան Ադրբեջանի Երևանի Ղազիաթը ենթարկվում էր Կովկասի մուսուլմանների գրասենյակին եւ պետք է վերականգնեն։ Փաշինյանի թշնամին Գարեգին II-ն է, որը պահպանել է Արցախի թեմը։ Նիկոլի թշնամին Բաքվի դատարանում մերոնց դատող դատավորը չէ, իր թշնամին հայ դատավորն է, որին ասում է վնգստացող։ Մի օր չտեսա ասի Ադրբեջանի վնգստացող դատավորը դատում է մեր հերոսներին։ Չէ, վնգստացողը ըստ իրեն մերոնք են։ Նիկոլի թշնամիները ադրբեջանցիները չեն, որ կրակում են ու չեն թողնում մերոնք հողմշակեն։ Թշնամի չեն, որ քաղում են մեր գյուղացու ցանած արտը։ Թշնամին մեր գյուղացին է, որի մթերած կաթը համարում է թրքոտ։ Մեր թշնամին Նիկոլի համար բարի է, կիրթ, կառուցողական։ Նիկոլի թշնամին, կրկնում եմ, Փաշազադեն չէ, որ հայտարարում է Երևանի Ղազիաթի մասին, նրա թշնամին Գարեգին II-ն է, որը մտահոգություն է հայտնում մեր երկրի ու ժողովրդի ապագայի մասով։ Նիկոլի թշնամին Ադրբեջանի նախագահը չէ, այլ Հայաստանի նախկին նախագահներն են։ Մի անգամ լսել եք Նիկոլն ասի Ադրբեջանի ժողովուրդը անկիրթ է ու տգետ։ Չէ, ձեզ է ասել ժողովուրդ, ձեզ։ Մի օր տգետ, մի օր ծույլ, մի օր վախկոտ, մի օր դասալիկ, մի օր փնթի։ Այսպես ինքը իր քաղաքական գոյությունը պահելու համար անընդհատ սարքեց թշնամիների կերպար ու բոլորը անցան այդ կերպարի միջով, ողջ ժողովուրդը նախ առանձին, հետո խմբերով, իսկ հիմա ընդհանուր։ Նրանք, ովքեր փողոցներում գոռում էին Նիկոլ ու քնում հրապարակում, նրանք բոլորը դարձել են թշնամի, թե Նիկոլին, թե մեկը մյուսին։ Բոլորին սարքեց մեղավոր, թիրախավորեց, իսկ իրականում մեղավորը անբաշար ղեկավարն է իր մինիստրներով, որոնք գերի են ու ստրուկ մեր իրական թշնամիներին։ Ասացված կա, չէ, կկվի վրայից հոտ է գալիս, ասում է բնից է գալիս։ Մեր կկվի կանչելու ժամանակը վաղուց եկել է։ Կարճ ասած, առանց թշնամու կերպարի Նիկոլի քաղաքական գոյությունը զրոյանալու է։ Իսկ ինչու է այդ թշնամու կերպարը կերտում հայերի մեջ, ոչ թե մեր թշնամիների։ Հենց այդ պատճառով, որ հայ են։ Նիկոլի համար հայը թշնամի է, թուրքը բարեկամ։ Իսկ թե ինչու է այդպես, դա էլ վստահ եմ կերևա իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պարտադրված անցնի ամբողջական հետազոտության։ Իսկ քանի դեռ տեղի չի ունեցել դա, բոլորից շարունակելու է հռչակել թշնամի,
մինչև վերջնական չես պահանջել Ժողովուրդ ջան, որ հավաքի վեշերը իր ուսապարկերին ու